Բարի առավոտ հարգելի հետևորդներ, ABC լուրերն ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառնիկ Թաֆյանն եմ եւ առաջիկա րոպեներին կներկայացնեմ այն լուրերը, որոնք ձևավորում են Հայաստանի եւ աշխարհի օրակարգը։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մարել են Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Թթուջուր ճանապարհահատվածի, Սյունիքի մարզի Վերին Հանդ բնակավայրի, Տավուշի մարզի Դիլիջանի, Կազաչի հատվածի հրդեհները։ Ըստ ներքին գործերի նախարարության այս պահին նշված հատվածում հրդեհի նոր օջախներ չկան։ Իսկ Նավուր համայնքի տարածքում հրդեհը մեկուսացվել է, իսկ կենդանիները փորձում են լեռներում պատսպարվել հրդեհից։ Այս պահին տեսնում եք, թե ինչպես է արջը 3 ձագերով փախչում հրդեհի օջախներից։ Տավուշում հրդեհաշիջման աշխատանքներ կատարելիս վթարի է ենթարկվել ծառայողական ավտոմեքենա, ինչի պատճառով զոհվել է հրշեջ փրկարար սերժանտ Տարոն Սիմոնյանը, հայտնել է ներքին գործերի նախարարությունը։ Պատահարի պատճառով տուժել է փրկարարական ծառայության 4 ծառայող, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը բավարար։ Մի քանի օր է ինչ Տավուշի Գեղարքունիքի մարզերում հրդեհներ են, մի քանի օր առաջ Ճամբարակի հատվածում էին շատ մեծ ցանկատարածություններ եւ անտառներ այրվում։ Այնուհետև կրակը տեղափոխվել է Տավուշի մարզ։ Մեր նկարանող խումբը եղել է Դիլիջանում, խոսել բնակիչների ու տեղում աշխատող մասնագետների հետ։ Տեսնենք, թե ինչ է ֆիքսել մեր տեսախցիկը։ Ես ու ընկերս գնում ենք օգնենք որպես կամավորներ, հասկանում ենք, որ իրավիճակը շատ ծանր է, ու զգում ենք այդ կարիքը, որ մեր ուժերն էլ հետո ոնց որ մի հոգի, երկու հոգի շատ օգտակար կլինի։ Ամեն փրկած ծառը կօգնի մեր հայրենիքին, դե մանավանդ Դիլիջանին։ Դիլիջանը ոնց որ մենակ այդ տուրիստներով այդ ամեն ինչով ապրում, այս ծառերը չլինի, ոչի բան չի լինելու։ Ցավոք սրտի, որ մեր քաղաքային բաներին զանգում ենք, ոչ մի մարդ հեռախոս չի վերցնում, ընդհանրապես որովհետեւ բացադրի ինչով կարանք օգնենք, ինչ ծևի մեզ պահենք, սխալ քայլեր չանենք։ Այդ ամեն ինչը պետք է կազմակերպված լինի, էլի, այդքանն է մեր ուզածը։ Մենք ոչ ուզում ենք ուրիշ բան, ոչ էլ կարող ենք հենա լիքը գործիքներ ունենք, բան ենք արել, որը Երևանից են բերում հրդեհի մարման իրեր։ Կարող ենք այդ ամեն ինչը տանք, փոխանցենք, օգնենք, բայց ֆիդբեքը մունիցիպալ ծառայություններից զրո է։ Դիլիջանում ծագած հրդեհի ահազանգերի հետքերով մենք այսօր շրջեցինք քաղաքում, փորձեցինք տեղում ծանոթանալ իրավիճակին եւ հասկանալ, թե ինչ փուլում են հրդեհաշիջման աշխատանքները։ Համայնքապետը մեր զանգերին չպատասխանեց, այցելեցինք համայնքապետարան, սակայն ոչ նա եւ ոչ էլ նրա տեղակալը տեղում չէին։ Ազգային պարկից մեզ փոխանցեցին, որ բոլոր աշխատակիցները մասնակցում են հրդեհաշիջման աշխատանքներին եւ որևէ մեկի հետ չենք կարող խոսել։ Հրդեհաշիջման աշխատանքները իրականացնում է փրկարարծառայությունը եւ բավականացնում են թե մարդկային ուժը, թե տեխնիկան եւ այս պայդրությամբ նման կարիք չկա, եթե նման կարիք լինի, բնականաբար առանձին իհարկե շնորհակալ ենք մեր կամավորական խմբերին, բայց եթե առանձնահատուկ լինի դրա կարիքը, մենք բնականաբար առանձին հայտարարությամբ հանդես կգանք։ Իսկ Դիլիջան հիվանդանոցի փոխտնօրեն Սահակ Մկրտումյանը չցանկացավ տեսախցիկի առջև մեկնաբանություն տալ։ Միայն ասաց, որ այս ընթացքում սուր շնչառական խնդրով որևէ քաղաքացի չի դիմել հիվանդանոց։ Այս պահին իրավիճակը հանդարտ է։ Քաղաքացիներին որևէ վտանգ չի սպառնում, բացի օդի աղտոտվածությունից։ Հրդեհի բաց օջախներ չկա։ Սա փաստեց նաև շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը։ Անահիտ Սարգսյան, Նորայր Հակոբյան, ABC Media։
Իջևանում էլ պայթյուն է տեղի ունեցել, կա 2 վիրավոր, դրանց տեղափոխել են հիվանդանոց, ըստ նախնական վարկածի տարածքում աղբ է այրվել, ինչի պատճառով էլ պայթյունը տեղի է ունեցել։ Իսկ այս ամենին զուգահեռ սոցցանցային տիրույթում շարունակվում են խարդախությունները։ Փորձել են զեղծարարություն անել Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անունը գործածելով։ WhatsApp հավելվածում ստեղծել են Սերժ Սարգսյանի անունով կեղծ օգտահաշիվ, որից տարբեր մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ։ 3-րդ նախագահի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան մարմիններին, տեղեկացնելով զեղծարարության մասին եւ պահանջելով արգելափակել կեղծ օգտահաշիվը։ Նրանք խնդրում են չպատասխանել նման հաղորդագրություններին, տրամադրել որևէ անձնական տվյալ։ Այլ թեմաների մասին։ Մայրաթոռը դատապարտել է, որ որոշ հոգևորականների պատարակների ժամանակ ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունները չեն հնչեցնում։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ նոյեմբերի 25-ին Մայրաթոռ Սուրբ Էջմիածնում գումարել են հայաստանյան եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների ժողով, որի ժամանակ անդրադարձել են նաեւ այս հարցին։ Իսկ Անտիլիասը հայտնել է, որ Արամ առաջին վեհափարը Հռոմի պապից ստացել է Նիկեայում տեղի ունենալիք հանդիպմանը մասնակցելու հրավեր։ Այսօր Թուրքիա այցելող Հռոմի Լեո 14-րդ պապը այցի ընթացքում կլինի Նիկեայում, Նիկեայի տիեզերական ժողովի 1700-ամյակի առիթով եւ կհանդիպի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս առաջինի հետ։ Եպիսկոպոսած դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը, արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է եւ կարող է հանգեցնել հերձվածի։ Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա եւ չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։ Ժողովը կարևոր նկատեց, որ հոգեվորականները չտրվեն պարակտիչ գործողությունների եւ սադրանքների, պահպանեն միաբանության ոգին, հանուն առաքելական մեր Սուրբ եկեղեցու անսասանության եւ առավել զորացման։ Հայտարարություն է տարածել Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը, հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումները, քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային գործակցության հնարավորությունները։ Ըստ հայտարարության վերահաստատել են Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն եւ զարգացում ապահովելու հանձնարարությունը։ Իսկ գերիների հարցում ամեն բան այդքան էլ հեշտ ու արագ չի ստացվում։ Բաքվում բանտարկված լիբանանահայ Վիգեն Էյուրջեկչյանի մասին ընտանիքը որևէ նոր հաստատված տեղեկություն չունի, բացառությամբ այն հեռախոսազանգի, որը նրան թույլատրել էին անել անցյալ շաբաթ։ Fast-Info-ին հայտնել է միջազգային իրավապաշտպան Վիգենի փաստաբան Լուսիաննա Մինասյանը։ Վիգեն Էյուրջեկչյանի ազատ արձակման համար նամակներ են ուղարկել Թրամփին, նրա տիկնոջը, Իսրայելի եւ Արգենտինայի նախագահներին։ Պաշտպանի խոսքով դիմել են նաև միջազգային կառույցներին։ Մենք 2 անգամ պաշտոնական նամակ ենք ուղարկել նախագահ Դոնալդ Թրամփին Սպիտակ տան միջոցով, անձնական նամակ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին։ Նամակներ ենք եղել նաև Միացյալ Նահանգների առաջին տիկնոջը, հաշվի առնելով նրա մարդասիրական նախաձեռնություններում ներգրավվածությունը, մասնավորապես Ուկրաինայում երեխաների անօրինական արտաքսման թեմայով։ Դիմել ենք նաև Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեին, որի վարչակազմը տեղյակ է գործի մասին։ Իսկ այս անմարդկային պայմաններին զուգահեռ շարունակում են Բաքվի դատարաններում կեղծ մեղադրանքներով դատել մեր հայրենակիցներին, բայց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համոզված է, որ գերիների թիվն ինչ-որ պահի հասնելու է 0-ի, վերադառնալու է նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Ազգային ժողովի նախագահը պատրաստվում է մեկնել Բաքու, սպասում է հարմար պահի, իսկ խաղաղությունն ու առևտուրն Ադրբեջանի հետ լինելու է, հայտարարել է Սիմոնյանը։ Բոլոր սահմանները բաց է լինել։ Ես նորից եմ ձեզ ասում, մենք իրար հետ առևտուր ենք անելու ու արել ենք ու անելու ենք։ Նույնիսկ Ղարաբաղում են այդ առևտուրը արել։ Ինչ որ ժամանակահատվածում վերջում այդ առևտուրը լինելու է, ուզում եք ուզեք, ուզում եք մի ուզեք, ուզում եք հիմա հայրենասեր ժության պատրվակի տակ ասեք, որ տենց բան չի լինելու, լինելու է, անելու ենք ու խաղաղ ենք ապրելու իրար հետ։ Իրանը ծրագրում է Մերձավոր Արևելքում մթերային հանգույց դառնալ, այդ թվում Ռուսաստանի Դաշնության հետ գործակցության հաշվին, հայտարարել է Իրանի գյուղնախարարը։ Նրա խոսքով համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ստորագրումից հետո Իրանին եւ Ռուսաստանի Դաշնությանը հաջողվել է պարզեցնել երկու երկրների առևտուրը Պարենի ոլորտում։ Այժմ Իրանի հյուսիսային նավահանգիստներում պահվում է մեծ քանակությամբ մթերք, նաև անասնակեր, որոնք ստացել են մասնավորապես Ռուսաստանից։
Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են Հոմսում տեղի ունեցած սպանության եւ դրան հաջորդած բախումներից հետո։ Երկրում անկարգությունները չեն դադարում։ Մերձավոր Արևելքի հարցերով մասնագիտացած Telegram ալիքների տվյալով 3 երեկոյան զինված խմբավորումները կրկին ներխուժել են ալավիների թաղամասեր եւ հարձակվել մեքենաների, տների եւ խանութների վրա։ Ավելի վաղ ալավիների խորհրդի ղեկավարը կոչ էր արել քաղաքացիներին դուրս գալ փողոցներ՝ ի պաշտպանություն կրոնական եւ ազգային փոքրամասնությունների։ Երեկ էլ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Տարտուսում, Ջաբլեյում եւ Լաթաքիայում։ Ցուցարարները բողոքում են ճնշումների դեմ, վանկարկելով «Հոմս, մենք քեզ հետ ենք մինչև վերջ»։ Հոնկոնգում մոլեգնում է վերջին 17 տարիների ընթացքում ամենասարսափելի հրդեհը, որի պատճառով այրվում է մեկ բազմաբնակարան շենքի 4 մասնաշենքերը։ Նախնական տվյալով զոհերի թիվը հասել է 36-ի, 279 համարվում է անհետ կորած։ Փրկարարներին հաջողվել է տարհանել մարդկանց 2 մասնաշենքերից, սակայն մի քանի մարդ, այդ թվում տարեցներ եւ երեխաներ, ներսում են։ Բնակելի համալիրը բաղկացած է 9 բարձրահարկ շենքերից, որոնք պարունակում են գրեթե 2000 բնակարան։ Սպորտային ոլորտի նորություններից։ Հայաստանի ազգային հավաքականի եւ Արարատ Արմենիայի պաշտպան Կամո Հովհաննիսյանն անցկացրել է կարիերայի 600-րդ հոբելյանական հանդիպումը, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Կամոն 600 խաղի շեմը հատած 4-րդ հայ ֆուտբոլիստն է։ Նրանից ավելի շատ հանդիպումներ են իրականացրել միայն Հենրիկ Մխիթարյանը 888 խաղ, Սարգիս Հովսեփյանը 783 խաղ եւ Հրայր Մկոյանը 619 խաղ։ Եվ վերջում եղանակի մասին, մինչև ձմռան առաջին օրը տեղումների չսպասեք։ Արարատյան եւ Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ, օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառնիկ Մթաշյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, առայժմ։